Բաժին երկկողմ համաչափ կենդանիներ, ենթաբաժին անխոռոչավոր կենդանիներ, տիպ տափակ որդեր։ Այս տիպի ներկայացուցիչների մեծամասնությունն ունի որդանման մարմին, մեջքափորային ուղղությամբ տափակացած, ձևով ավելի հաճախ հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն, հայտնի է տափակ որդերի մոտ 15,000 տեսակ։ Տեսակների մի մասը ազատաբնակ են, սակայն մեծամասնությունը մակաբույծ կենդանիներ են։ Տափակ որդերը բնութագրվում են կազմավորման հետևյալ գծերով։ Մաշկը և նրա տակ փռված մկանները կազմում են մաշկամկանային պարկ։ Մաշկը կազմված է միաշերտ էպիթելային հյուսվածքից։ Ազատաբնակ տեսակների մաշկային էպիթելը թարթիչային է, մաշկի տակ գտնվում են օղակաձև և երկայնակի մկաններ, որոնց միջև կարող է լինել շեղակի մկանների ևս մեկ շերտ։ Մարմնի մեջքային և որովայնային պատերի միջև երբեմն առկա են դորսովենտրալ մկանների խրձեր, որոնք ապահովում են մարմնի տափակությունը։ Տափակ որդերի մկանային համակարգի բարդությունն ապահովում է շարժման բազմապիսի տիպեր՝ մարմնի ձգում և կծկում, նեղացում և լայնացում, գալարում, ալիքաձև շարժում։ Տափակ որդերը պարենքիմային անխոռոչ կենդանիներ են, այսինքն մարմնի պատի և ներքին օրգանների միջև տարածությունը լցված է մեզոդերմալ պարենքիմային ծագման փուխր բջիջներով։ Մարսողական համակարգը կազմված է երկու բաժիններից՝ առջևի և միջին։ Աղին կույր փայկ է, հաճախ ճյուղավորված, հետնաղի և անալանցք չունեն։ Որոշ պարզունակ ձևերի և էնդոպարազիտ տեսակների մոտ աղին բացակայում է։ Նյարդային համակարգը սանդուղքաձև օրթոգոն տիպի է, կազմված զույգ ուղեղային գանգլիաներից։ Նրանցից դուրս եկող զույգ կամ մի քանի զույգ նյարդային բներից, որոնք իրար հետ միացած են լայնակի նյարդային թելերով, կոմիսուրաներով և երկայնակի նյարդային թելերով, կոնեկտիվներով։ Ամբողջությամբ նյարդային համակարգը հիշեցնում է սանդուղք։ Զգայական օրգանները լավ են զարգացած ազատաբնակ տեսակների մոտ, նրանցից շատերի մոտ կան աջիկներ, հավասարակշռության օրգաններ, ստատոցիստներ և բազմաթիվ քիմիական զգայական օրգաններ։ Արտաթորության համակարգը ներկայացված է պարենքիմիայի առանձին բջիջներով, որոնց մեջ կուտակվում է արտազատուկը, և պրոտոնեֆրիտներով, ճյուղավորված խողովակներով, որոնք օրգանիզմից հեռացնում են նյութափոխանակության արգասիքներով ավելորդ ջուրը։ Շնչառական օրգանները բացակայում են, ազատաբնակ տափակ որդերը շնչում են մաշկով, էնդոմակաբույծ տեսակները կատարում են անաերոբ շնչառություն։ Տափակ որդերը հերմաֆրոդիտներ են, մեծամասնության իգական սեռական համակարգին բնորոշ են դեղնուցարաններ, դեղնուցային բջիջներ, արտազատող գեղձեր, որոնց արտազատած դեղնուցային բջիջների էներգետիկ նյութն օգտագործվում է հասունացող ձվաբջիջների կողմից։ Բեղմնավորումը ներքին է։ Զարգացումը կարող է լինել ուղիղ կամ մետամորֆոզով։ Էնդոմակաբույծներին բնորոշ է բարդ կենսաշրջան, երկսեռ և մի քանի կուսածին սերունդների հերթագայություն։ Տափակ որդերի տիպը ստորաբաժանվում է 9 դասերի, որոնցից 3-ը ներառում են ազատաբնակ որդեր, իսկ մյուսը 6-ը բացարձակապես մակաբույծներ են։ Առավել բազմաթիվ են թարթիչավոր որդերի, ծծող, մոնոգենետիկ ծծող որդերի և ժապավենաձև որդերի կամ ցեստոտների դասերը։ Դաս թարթիչավոր որդեր կամ պլանարիաներ։ Թարթիչավոր որդերը գերազանցապես ազատաբնակ ծովային կամ քաղցրահամ ջրերում ապրող սակավ-ցամաքային, գիշատիչ կամ մակաբույծ ձևեր են։ Նրանց մարմինը տափակ օվալաձև կամ երկարավուն է, որի առջև մասում սովորաբար տեղադրված են զգայական օրգանները, աջիկները, ստատոցիստահոտառական փոսիկները։ Բերանը գտնվում է փորային կողմում, մաշկային ծածկույթի վրա գտնվում է մաշկային գեղձերով թարթիչավոր կամ մտրակավոր էպիթելը, իսկ նրա տակ հրթ մկանների շերտը, որոնք մաշկի հետ միասին կազմում են մաշկամկանային պարկը։ Պլանարիաների էպիթելյալ բջիջների առանձնահատկությունն է հատուկ ձողիկանման ռhabդիտների առկայությունը, որոնք ունակ են կրակել, բջիջից դուրս ուռչել, վերածվել թունավոր լորձաթաղանթի։ Այն ունի պաշտպանողական նշանակություն, ինչպես նաև զոհին վնասելու համար է։ Մաշկամկանային պարկի տակ գտնվում է պարենքիմը, որով լցված է ներքին օրգանների միջև եղած տարածությունը։ Առավել պարզունակ ձևերի մոտ աղին բացակայում է, սնունդն անցնում է բերանով և բաշխում է պարենքիմը, որտեղ և մարսվում է ազատ ֆագոցիտների կողմից։ Բարձրակարգ ձևերի մոտ աղին ուղիղ է կամ ճյուղավոր, ձևավորված և բավականին բարդ կառուցվածք ունի բազմաճյուղ պլանարիաների աղին։ Դրանց բերանային անցքը որպես օրենք մոտ է հետին ծայրին և տանում է դեպի ծալքավոր կլանը, որից ճառագայթաձև դուրս են գալիս էնդոդերմալ աղիքի բազմաթիվ կույտ ճյուղերը։ Պլանարիաներից շատերի մոտ նկատվում է արտաաղիքային մարսողություն, հաճախ դրանք հարձակվում են իրենցից մեծ զոհի վրա, դրա վրա լցնում մարսողական ֆերմենտներ, հետո ծծում կիսամարսված կերը։ Արտաթորության օրգանները պրոտոնեֆրիտներն են, որոնց առաջնահերթ գործառույթը օսմոկարգավորումն է։ Սովորաբար մեկ կամ երկու հիմնական խողովակներից սկիզբ են առնում բազմաթիվ ճյուղավոր խողովակներ, որոնք ավարտվում են թրթռուն բջիջներով, ցիրտոցիտներով։ Մարմնի հետին ծայրում արտաթորող խողովակները ծակոտիներով դեպի դուրս են բացվում։ Առավել զարգացած են քաղցրահամ ջրերում բնակվող պլանարիաների պրոտոնեֆրիտները, իսկ անաղիք պլանարիաների մոտ արտաթորության գործառույթը կատարում են ամիոբոիդ բջիջները, որոնք գերահագնալուց հետո դուրս են գալիս մաշկի միջով։ Նյարդային համակարգը ստորակարգ ձևերի մոտ դիֆուզ է, իսկ բարձրակարգերի մոտ օրթոգոն։
Պլանարիաների մաշկը սփռված է զգայական բջիջներով, որոնք ունեն անշարժ երկար թարթիչներ և կատարում են շոշափելիքի քիմիական զգայարների գործառույթ։ Որոշ տեսակներ ունեն ստատոցիստ, որը տեղադրված է ուղեղային գանգլիայի տակ։ Գրեթե բոլոր տեսակներն ունեն աչքեր, դրանք փոխակերպված աչքեր են, սովորաբար լինում են մեկ զույգ, որոշ տեսակների մոտ մի քանի տասնյակ են, տեղադրված մարմնի առջևի ծայրում։ Սեռական համակարգը առաջին անգամ ի հայտ է եկել այս դասի մոտ և դասի սահմաններում տարբեր է։ Թարթիչավոր տափակ որդերը որպես օրենք հերմաֆրոդիտներ են, ունեն հոնադներ, առաջացնում են սեռական ծորաններ։ Արական սեռական համակարգը կազմված է երկու սերմնարաններից, դրանցից դուրս եկող սերմնատար խողովակներից, որոնք բացվում են սերմնացայտիչ խողովակի մեջ։ Վերջինս թափանցում է զուգավորման օրգանի մեջ, որն էլ բացվում է սեռական կլոակայի մեջ, ուր բացվում է նաև իգական սեռական անցքը։ Իգական սեռական համակարգը կազմված է զույգ ձվարաններից և դրանցից դուրս եկող ձվատարներից։ Ձվատարների վրա տեղադրված են բազմաթիվ դեղնուցարաններ, որոնք դեղնունց են արտադրում զարգացող ձվի սնման համար։ Առավել պարզունակ կառուցվածք ունի անաղիկ պլանարիաների սեռական համակարգը, դրանց մոտ բացակայում են ծորանները և դեղնուցարանները։ Անաղիկ պլանարիաների զուգավորման ժամանակ օպուլյատիվ օրգանի օգնությամբ սպերման լցվում է զուգընկերոջ մարմնի պարենքիմի մեջ, որտեղ և տեղի է ունենում ձվաբջիջների բեղնավորումը։ Դրանց ձվերը պարզ են, առանց դեղնուցային բջիջների, որոնք մարմնի պատերը պատռելով դուրս են թափվում ջրի մեջ։ Բեղնավորումը ներքին է, բազմացումը հիմնականում սեռական է։ Ծովային թարթիչավոր որդերի զարգացումը տեղի է ունենում մետամորֆոզով, ձվից դուրս է գալիս մյուլլերյան թրթուրը, այն ձվաձև է պատված թարթիչներով և ունի 8 ճառագայթաձև տեղադրված թիակներ։ Տեսակների մեծամասնության մոտ զարգացումը ուղիղ է։ Հանդիպում են տեսակներ, որոնք բազմանում են անսեռ ճանապարհով, ընդ որում առանձնյակը լայնակի պրկումներով բաժանվում է մի քանի դուստր առանձնյակների, որը հիմնված է նրանց վերականգնողական ունակության վրա։ Հայտնի է թարթիչավոր որդերի մոտ 3500 տեսակ, դրանց դասակարգման ժամանակ հաշվի են առնում մաշկային ծածկույթի բնույթը, աղիքի կառուցվածքը և կենսակերպը։ Թարթիչավոր որդերի դասը բաժանվում են երկու ենթադասերի՝ արխոֆորորներ և նեոֆորներ։ Արխոֆորների ենթադասի ներկայացուցիչներն առավել պարզունակ պլանարիաներն են, որոնք զուրկ են դեղնուցարաններից, ձվերը պարզ են։ Զարգացումը հաճախ մետամորֆոզով ունեն ստատոցիստ։ Ենթադասը ստորաբաժանվում են երկու կարգերի՝ անաղիկ որդեր և բազմաճյուղ որդեր։ Կարգ անաղիկ որդեր։ Սրանք ծովի հատակին բնակվող մանր որդեր են, վարում են պլանկտոնային կենսակերպով։ Դրանց մոտ աղիքը, նախաերիկամները, սեռական ծորանները և դեղնուցարանները բացակայում են, ունեն մեզոդերմալ, էնդոդերմալ պարենքիմա։ Սնունդը կուլ են տալիս բերանով, մարսումը կատարվում է էնդոդերմալ պարենքիմայում, սեռական բջիջները հասունանում են մեզոդերմալ պարենքիմայում։ Նյարդային համակարգը պարզունակ օրթոգոն է նյարդային պրկումների դիֆուզ ցրված ցանցով։ Որոշ անաղիկ որդերի պարենքիմում բնակվում են կանաչ միաբջիջ ջրիմուռներ, զոոքլորելաներ, իր շնորհիվ դրա անաղիկ որդերը երբեմն ունենում են կանաչ գունավորում։ Նման սիմբիոզ դիտվում է լայնորեն տարածված կոնվոլյուտայի մոտ։ Կարգ բազմաճյուղաղիկ որդեր։ Մինչև 15 սմ երկարությամբ ծովային խոշոր ձևեր են, բնակվում են տաք ծովերում, հատկապես կորալյան խութերում։ Դրանց տերևանման մարմինը սովորաբար վառ գունավորում ունի։ Այս կարգի որդերի աղիքը բազմաճյուղ է, ունեն սեռական բազմաթիվ կեղծեր, չունեն դեղնուցարան, զարգացումը կերպարանափոխությամբ է։ Նեոֆորների ենթադասի ներկայացուցիչներն էվոլյուցիոն տեսանկյունից կազմում են զարգացած պլանարիաների խումբ, որոնք վերաբնակվել են քաղցրամջերում և ցամաքում, ունեն դեղնուցարաններ, ձվերը բարդ են, զարգացումը ուղիղ։ Կարգ եռաճյուղավոր որդեր։ Տեսակների թվով ամենաբազմաքանակ կարգն է, գերազանցապես քաղցրամջերի բնակիչներ են, սակավ ծովերի։ Պլանարիաների որոշ արևադարձային տեսակներ ցամաքային բնակիչներ են։ Կարգի վառ ներկայացուցիչներից են կաթնագույն պլանարիան, որի երկարությունը կարող է հասնել 2-ից 3 սմ, և բազմաաչիկը։ Դրանք ունեն եռաճյուղ աղիք, լավ զարգացած դեղնուցարաններ, սեռական բարդ համակարգ։ Ձվերը բարդ են, զարգացումը ուղիղ։ Կարգ ուղղաաղիկ որդեր։ Մանր որդեր են, հանդիպում են ծովերում, քաղցրամջերերում և ցամաքի վրա, խոնավ մամուռների մեջ։ Հանդիպում են նաև մակաբույծ տեսակներ։ Բերանը մարմնի առջևի մասում է, աղիքը ուղիղ է, լավ են զարգացած նյարդային համակարգի երկայնակի բները, ունեն դեղնուցարաններով սեռական բարդ համակարգ, զարգացումը ուղիղ է։ Դաս ծծող որդեր կամ տրեմատոդներ։ Ծծող որդերի դասին են պատկանում էնդոմակաբույծ տեսակներ, որոնց թիվը հասնում է մոտ 4000-ի։ Ըստ իրենց կառուցվածքի շատ նման են թարթիչավոր որդերին, ինչը վկայում է նրանց ազգակցական կապերի մասին։ Սակայն ի տարբերություն ազատաբնակ թարթիչավորների, հասուն տրեմատոդները չունեն թարթիչային էպիթել և տեսողական օրգաններ։ Միայն դրանց թրթուրներն ունեն աչքեր և արտահայտված թարթիչային էպիթել։ Տրեմատոդների կենսաշրջանում կատարվում է տերափոխություն, որի համար նրանց անվանում են նաև դիգենետիկ որդեր, ինչը նշանակում է երկակի զարգացում։
Բազմացման տարբեր ձևերով բարդ կենսակերպն ապահովում է մակաբույծների բարձր բեղունությունը և տերերի մարմին թափանցելու հուսալիությունը։ Դրանց մարմինը տերևանման է, որի չափերը սովորաբար տատանվում են մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետրի սահմաններում։ Օրինակ, լյարդի երկծծանի երկարությունը հասնում է 1-ից 5 սանտիմետր, ձկների մեջ մակաբուծող ամենախոշոր տրեմատոդների երկարությունը կարող է հասնել 1 մետրի։ Տրեմատոդների մարմինը կրում է 2 ծծիչ, որոնք տարբեր տեսակների մոտ ունեն բազմապիսի կառուցվածք։ Բերանային ծծիչը տեղադրված է մարմնի առջևի ծայրում։ Այդ ծծիչի մեջտեղում է գտնվում բերանը։ Որովայնային ծծիչը սովորաբար գտնվում է փորային կողմում, ընդ որում լյարդի ծծանի մոտ այն տեղադրված է բերանից ոչ շատ հեռու և ծառայում է զուտ ամրանալու համար։ Փափկամարմինների շուրջ սրտային խոռոչում մակաբուծող ասպիդոգաստեր ցեղի դիգենետիկ որդերի մոտ որովայնային ծծիչը խիստ զարգացած է և ունի բարդ կառուցվածք։ Տրեմատոդների ծածկույթները ներկայացված են տեգումենտներով։ Ցիտոպլազմատիկ մակերեսով էպիթել, որը չունի թարթիչներ։ Տեգումենտի մակերեսը ունի ծալքավոր կողավոր կառուցվածք։ Տրեմատոդներն ունակ են ծածկույթների օգնությամբ տիրոջ մարմնից ներծծել սննդարար նյութեր։ Օղակաձև ու երկայնակի մկանները լավ են զարգացած և ապահովում են մարմնի բարդ կծկումները։ Մարսողական համակարգը կազմված է երկու բաժիններից՝ առջևի և միջին։ Առջևի բաժինը ծածկված է էկտոդերմով և ներկայացված է կլանով ու կերակրափողով։ Միջին էնդոդերմալ աղին երկճյուղ է, կույր վերջացող։ Որոշ տեսակների միջնաղու ճյուղերը ճյուղավորվում են և ունեն բազմաթիվ կույր հավելուկներ, իսկ մյուսների մոտ դիտվում է ձգտում դեպի դրանց ապաճում։ Տրեմատոդները հերմաֆրոդիտ կենդանիներ են, մակաբուծության հետ կապված չափազանց բեղուն են։ Արական սեռական համակարգը կազմված է զույգ սերմնարաններից, երբեմն ճյուղավորված։ Սերմնարաններից դուրս է գալիս երկու սերմնատառներ, որոնք բացվում են սերմնոցայտիչ խողովակի մեջ։ Վերջինս թափանցում է զուգավորման օրգան՝ ցիրուս, որը գտնվում է որովայնային ծծիչի առջև գտնվող սեռական կլոակայի մեջ։ Իգական սեռական համակարգը կազմված է կենծվարանից, որից դուրս է գալիս ձվատարի և ընկնում օոտիպի մեջ։ Օոտիպի մեջ են բացվում խիստ զարգացած դեղնուցարանների ծորանները, ինչպես նաև սերմնոցայտիչի ծորանը, որտեղ զուգավորումից հետո պահպանվում է սպերման։ Օոտիպից դուրս է գալիս կարճ լաուրերյան խողովակ, որի միջով դուրս է գալիս սպերմայի ավելցուկը։ Օոտիպը շրջապատված է մանր կճեպային գեղձերով, որոնք միասին առաջացնում են մելիսի մարմնիկ։ Բեղմնավորված ձվաբջիջները շրջապատված դեղնուցային բջիջներով օոտիպից ընկնում են արգանդ, ուր ձևավորվում են ձվերը։ Վերջիններս բարդ են, պարունակում են զիգոտ մի քանի դեղնուցային բջիջ և պատված են կափարիչը ձևավորող խիտ թաղանթով կճեպով։ Արգանդը իգական սեռական անցքով բացվում է սեռական կլոակայի մեջ։ Տրեմատոդների շնչառությունը կապված կենսակերպից լինում է աերոբ և անաերոբ։ Մեծամասնության մոտ շնչառությունը անաերոբ է, քանի որ մակաբուծում են կենդանիների լյարդում կամ աղիներում, ընդ որում ծծող որդերը կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են պարենքիմում պարունակվող գլիկոգենի ճեղքման հաշվին։ Տրեմատոդների անաերոբ փոխանակման գլխավոր արտադրանքը միզաթթուն է։ Խիստ վարակման դեպքում կենդանիների մոտ դիտվում է թունավորում մակաբույծների արտազատած թունավոր նյութերի տոքսինների հաշվին։ Բոլոր տրեմատոդներին բնորոշ կենսակերպն է սեռական և պարթենոգենետիկ բազմացման հերթագայությունը՝ սերունդների և տերերի փոփոխմամբ։ Որպես օրինակ ուսումնասիրենք լյարդի երկծծանի կենսակերպն ու զարգացումը։ Հասուն որդը ապրում է եղջյուրավոր անուսանների լյարդում և լեղածորաններում։ Մակաբույծի ձվերը կենդանու կղանքի հետ ընկնում են ջրի մեջ, որտեղ ձվից դուրս է գալիս թարթիչավոր թրթուրը՝ միրացիդիան, որի պարենքիմում գտնվում են մակաբույծի հաջորդ սերունդները։ Միրացիդիան մտնում է մյուս տիրոջ խխունջի մարմնի մեջ և վեր է ածվում սպորոցիստի, որը սնվում է մարմնի մակերեսով։ Սպորոցիստից դուրս է գալիս հաջորդ սերունդը՝ ռեդին, որն ունի բերան, կլան, աղիք։ Նրա խոռոչում կրկին կուսածնությամբ առաջանում են ցերկարիաները, որոնք դուրս են գալիս ռեդիից և հեռանում խխունջից։ Որոշ ժամանակ անց ցերկարիաները նստում են ափամերձ խոտերի վրա և ցիստավորվում են։ Եղջյուրավոր անասունները խոտի հետ կուլ են տալիս ցիստավորված ցերկարիաները, ադոլեսկարիաները։ Վերջինի թաղանթը ստամոքսահյութի ազդեցության տակ լուծվում է և երիտասարդ որդերը սկսում են մակաբուծել վերջնական տիրոջ մարմնում։ Այսպիսով լյարդի երկծծանի կենսաշրջանում հերթափոխում է 3-ից 4 սերունդ, որոնք կատարում են տարբեր գործառույթներ։ Առաջին սերունդը ապահովում է մակաբույծի անցումը վերջնական տիրոջից դեպի միջանկյալ տեր և բազմանում է կուսածնությամբ։ Երկրորդ և երրորդ սերունդները իրենցից ներկայացնում են միջանկյալ տիրոջ մարմնում մակաբույծ սննդառության և կուսածնության բազմացող փուլեր։ Չորրորդ սերունդը անցնում է կատարում միջանկյալ տիրոջից դեպի վերջնական և իրենից ներկայացնում է մակաբուծության և սեռական բազմացման փուլ։
Կարծիք կա, որ ծծող որդերի մոտ կուսածունությունը առաջացել է մակաբուծության արդյունքում, իսկ կուսածին սերունդներն իրենցից ներկայացնում են ծծող որդերի սերունդներ, որոնք վաղ են անցել սեռական բազմացման, չհասնելով հասուն փուլի։ Նման վաղ փուլերում բազմացմամբ առաջացած եւ երկսեռ սերունդների հերթագայումը կոչվում է պեդոգենեզ։ Մարդու համար առավել վնասակար տեսակներից են նշտարաձև երկծծանը, կատվի երկծծանը, այրյան, թոքային երկծծանները եւ այլն։ Դաս մոնոգենետիկ ծծող որդեր։ Մոնոգենետիկ ծծող որդերը ձկների էկտոմակաբույծ են, սակավ մակաբուծում են երկենցաղների և սողունների ներքին օրգաններում։ Տեսակների թիվը հասնում է մոտ 2500-ի։ Նրանք մոտ են կանգնած տափակ որդերին, սակայն մակաբուծությունը բերել է կառուցվածքային փոփոխությունների։ Ի տարբերություն տրեմատոդների, մոնոգենետիկ որդերը բնորոշվում են հետևյալ առանձնահատկություններով։ Որպես ամրացման օրգաններ են ծառայում ծծիչներն ու կարթիկները կամ միայն կարթիկները, որոնք տեղադրված են մարմնի մեկուսացված հետին բաժնում, ցերկոմերում, ինչպես նաև կպչուն նյութեր արտազատող հատուկ թիակները և մանր ծծիչները, որոնք գտնվում են բերանի մոտ։ Բերանային և որովայնային ծծիչներ չունեն։ Երբեմն ունենում են 1-ից 2 զույգ աջիկներ, տեղադրված մարմնի առջևի ծայրում և բազմաթիվ սենսիլներ մաշկի վրա։ Ունեն պրոտոնեֆրիտների երկու հիմնական խողովակ, որոնք զույգ անցքերով բացվում են մարմնի առջևի ծայրում։ Սեռական հերմաֆրոդիտ համակարգում բացակայում է լաուրերևյան խողովակը, որը բնորոշ է տրեմատոդներին, բայց դրա փոխարեն ունեն հատուկ ծորան, հեշտոց, որով սպերման մտնում է օոտիպ, իսկ արգանդը ինքնուրույն անցքով բացվում է սեռական կլոակա։ Բազմացումը սեռական է, սակավ կուսածունությամբ, կենսաշրջանում տեղափոխություն չի կատարվում։ Զարգացումը կատարվում է մեկ տիրոջ մոտ, որի պատճառով էլ կոչվում է մոնոգենետիկ որդեր։ Մոնոգենետիկ որդերի ազատ լողացող թրթուրն ունի թարթիչներով գոտի, երկու զույգ աչքեր և մարմնի հետին ծայրում ցերկոմեր, նման է պլանարիայի։ Մոնոգենետիկ որդերի մաշկամկանային պարկը կազմված է տեգումենտից, օղակաձև ու երկայնակի մկաներից, աղին պարկանման է կամ երկճյուղ։ Երբեմն կողքային ելունդներով։ Նյարդային համակարգը օրթոգոն է, 3 զույգ նյարդային բներով, աչքերը 1-ից 2 զույգ են, փոխակերպված։ Սեռական համակարգը հերմաֆրոդիտ է, հոնատները կենտ են, ունեն լավ զարգացած դեղնուցարաններ։ Հեշտոցի միջով զուգընկերոջ սպերման հասնում է օոտիպ, բեղմնավորված վաբջիջներն հասնում են արգանդ, որը բացվում է սեռական կլոակայի մեջ։ Արական զուգավորման օրգանը նույնպես բացվում է սեռական կլոակայի մեջ։ Մոնոգենետիկ որդերի կենսաշրջանը ընթանում է առանց տեղափոխության և սերնդափոխության, զարգացում է մետամորֆոզով։ Կենսաշրջանը սկսվում է սեռական բազմացումից, ձվից դուրս է գալիս թրթուրը, որն ունի աղի աչքեր, լողում է թարթիչներով։ Այն ակտիվ փնտրում է տիրոջը, ամրանում նրան, կորսում է թարթիչները և աստիճանաբար դառնում հասուն ворդ։ Մոնոգենետիկ որդերից են ծածանի վտանգավոր մակաբույծը։ Դրանք 1-ից 3 մմ երկարության մանր որդեր են, որոնք բնակվում են ձկների խռիկների վրա։ Դակտիլոգիրուսի ձվերից դուրս են գալիս լողացող թրթուրներ, որոնք ամրանում են ձկներին և վեր են ածվում հասուն ծծող որդի։ Կենսաբանական նշանակություն ունի ծածանակերպերի մեկ այլ մակաբույծ՝ դիպլոզոմ պարադոքսումը, որին բնորոշ է երկու հերմաֆրոդիտ առանձնյակների զույգ-զույգ սերտաճումը խաչաձև բեղմնավորումն ապահովելու համար։ Դրանք միանում են իրար այնպես, որ մի առանձնյակի արական ծորանը բացվում է մյուսի իգական ծորանի մեջ։ Ծածանների վրա է մակաբուծում նաև Գիրդոտաքսուս էլեգանս մոնոգենետիկ որդը, որի մեջ կուսածունությամբ զարգանում է միայն մեկ սաղմ, որի մեջ կա հաջորդ սերունդների սաղմերը։ Հաճախ հանդիպող տեսակներից է գորտերի մակաբույծ պոլիստոման։ Այն համեմատաբար խոշոր մակաբույծ է, 9-ից 10 մմ երկարությամբ, բնակվում է գորտի միզափամփուշտում։ Պոլիստոման ձվադրում է գորտնկիթի ժամանակ, ջրում թրթուրները ամրանում են շերեփուկի խռիկներին, այդտեղ մետամորֆոզի արդյունքում թրթուրից դուրս է գալիս առաջին էկտոմակաբույծ սերունդը։ Դրանց ձվերից դուրս եկած թրթուրները կրկին ամրանում են շերեփուկների խռիկներին։ Վերջիններս ապաճացման ժամանակ որդի թրթուրները գորտի մարմնի վրայով տեղափոխվում են կլոակա, իսկ այնտեղից էլ միզափամփուշտ, որտեղ էլ դառնում են հասուն մակաբույծ։ Հետաքրքիրն այն է, որ գորտի միզափամփուշտում ապրող էնդոմակաբույծ պոլիստոմները սեռահասուն են դառնում կյանքի միայն 3-րդ տարում, ինչպես որ նրանց տեր գորտը։ Դաս ժապավենաձև որդեր կամ ցեստոդներ։ Այս դասի ներկայացուցիչները մասնագիտացված էնդոմակաբույծ տափակ որդեր են, որոնց կառուցվածքի վրա մակաբուծությունը առավել մեծ հետք է թողել։ Հասուն որդերը ապրում են տիրոջ աղիներում, երիտասարդ փուլերը անողնաշարավոր կամ ողնաշարավոր կենդանիների մարմնի խոռոչում և օրգաններում։ Հայտնի է ցեստոդների ավելի քան 3000 տեսակ։ Մարմինը ժապավենաձև է, բաժանված է հատվածների, պրոգլոտիդների, սակավ դեպքերում չհատվածավորված։ Մարմնի երկարությունը տատանվում է 1 մմ-ից մինչև 12 մետր։ Մեծամասնության մարմինը բաժանվում է գլխի, վզիկի և հատվածների մասից, ստրոբիլից, առջևի ծայրում գտնվում է
Գլուխը սկոլեքսը, որի վրա տեղադրված են ներծծող փոսիկներով և ճեղքերով ամրացման օրգանները, բոտրինները, ծծիչները և կարթիկները։ Սկոլեքսից հետո տեղադրված է վզիկը, որից մշտապես անջատվում են նոր հատվածներ։ Մարմնի հետին ծայրից հասունացած հատվածների ձվերով պոկվում են և տիրոջ կղանքի հետ դուրս գալիս արտաքին միջավայր, իսկ պարանոցի շրջանում նոր հատվածների առաջացման հաշվին մակաբույծի մարմինը վերականգնվում է։ Ցեստոտների մարմնի հատվածների քանակը տատանվում է 2-ից մինչև մի քանի հազարի սահմաններում։ Ստրոբիլի առջևի կետում տեղադրված են չհասունացած հատվածները, չզարգացած սեռական համակարգով։ Դրանց հետևում են զարգացած սեռական համակարգով հերմաֆրոդիտ հատվածները։ Մակաբուծության հետ կապված ժապավենաձև որդերի աղին բացակայում է, տիրոջ կողմից մարսված սնունդը սկզբում ներծծվում է տեգումենտի մանրաթելերի կողմից, ապա անցնում որդի պարենքիմա։ Արտաթորության համակարգը ներկայացված է պրոտինեֆրիտներով։ Նյարդային համակարգը օրթոգոն է, սկոլեքսում գտնվում են զույգ գանգլիաները, որոնցից դուրս են գալիս մի քանի նյարդային բներ։ Առավել զարգացած են երկու կողքային բները, որոնց միջև տեղադրված են կոմիսուրները։ Ցեստոտների մաշկի մեջ ցրված են շոշափելիքի և քեմոռեցեպտորների բջիջները։ Սկլերաները թույլ են զարգացած։ Սեռական համակարգը հերմաֆրոդիտ է և կրկնվում է յուրաքանչյուր հատվածում։ Արական սեռական համակարգը ներկայացված է բազմաթիվ սերմնարանները, որոնցից դուրս է գալիս սերմնատար խողովակներ, իսկ դրանք է միաձուլվում է մեկ սերմնատարի մեջ։ Վերջինս անցնում է սերմնացայտիչ խողովակ, այն թափանցում է զուգավորման օրգանի մեջ, որը բացվում է խորը փոսիկի սեռական կլոակայի մեջ։ Իգական սեռական համակարգը կազմված է մեկ երկթիակավոր ճյուղավորված ձվարանից, դրանից դուրս եկող ձվատարից, որը բացվում է օոտիպի մեջ։ Ցեստոտների մոտ օոտիպի մեջ է բացվում կենտ դեղնուցարանի ծորանը։ Օոտիպը շրջապատված է մանր կճեպային գեղձերով, որոնք օոտիպի հետ կազմում են մելիսի մարմնիկը։ Օոտիպից դեպի առաջ է դուրս գալիս արգանդը, ուր զարգանում են ձվերը։ Հասուն հատվածներում արգանդը ճյուղավորվում է, առաջացնելով 17-ից 35 զույգ կողքային ճյուղավորումներ։ Եզան երիզորդի արգանդը ամուր փակված է, և ձվերը նրանից կարող են դուրս գալ միայն հատվածի պատի քայքայման ժամանակ։ Բեղնավորումը մանր ձևերի մոտ խաչաձև է, իսկ խոշոր տեսակների մոտ, որոնք տիրոջ աղիքում միայնակ են լինում, բեղնավորումը տեղի է ունենում հատվածների միջև։ Ցեստոտների բեղունությունը չափազանց բարձր է։ Սովորական երիզորդը տարեկան կարող է արտադրել մոտ 600 միլիոն ձու, իսկ ամբողջ կյանքի ընթացքում, որը տևում է 18-ից 20 տարի, մինչև 11 միլիարդ ձու։ Բարձունակ ցեստոտների կենսաշրջանում կան թարթիչավոր էպիթելով և օրալ ծայրում կարթերով թրթուրներ։ Ջրում գտնվող թրթուրները կենսաշրջանի ապահովման համար պետք է ընկնեն միջակա տիրոջ, օրինակ խեցգետնի մարմին։ Այստեղ թրթուրը կորացիդիումը կորցնում է թարթիչները, վեր է ածվում 6 կարթանի սաղմի, օնկոսֆերայի, ապա անցնում հաջորդ թրթուրային փուլ որդանման պրոցերկոիդի։ Երբ հաջորդ միջակատերը, օրինակ ձուկը ուտում է խեցգետնին, պրոցերկոիդները կորցնում են ցերկոմերները և վերափոխվում են պլերոցերկոիդ-ֆինայի, որն արդեն ունի սկոլեքս և համարվում է պատրաստի։ Բայց հատվածավորված չէ և ոչ սեռահասուն։ Զարգացման շրջանի ավարտին ընթանում է վերջնական տիրոջ ողնաշարավոր կենդանու մեջ, որը կերել է այծեկանը։ Այսպիսին է լայն ժապավենաձև որդի կենսաշրջանը։ Ցեստոտների մեծ մասը մարդու և տնային կենդանիների մակաբույծներ են, դրանցից է եզան երիզորդը։ Այս ցեստոտները ձևաբանորեն բնորոշվում են նրանով, որ սկոլեքսի վրա ունեն 4 ծծիչներ, սակայն չունեն կարթեր։ Դրանց մարմնի երկարությունը կարող է հասնել 8-ից 12 մետրի, իսկ հատվածների քանակը 1000-ի։ Եզան երիզորդի վերջնական տերը մարդն է, որի աղիքում ապրում է միայն մեկ առանձնյակ։ Այստեղից էլ որդի անվանումը, որն առաջացել է լատիներեն soliter միակ բառից։ Հասուն ցեստոտները մարդու կղանքի հետ ընկնում են հողի մեջ, հետևաբար ձվերը հանդիպում են և հողում, և բույսերի վրա, որտեղից էլ խոշոր եղջերավոր անասունները սնվելիս դրանց կուլ են տալիս։ Արդեն աղիքում ձվերից դուրս են գալիս թրթուրները։ Թրթուրները տեղավորվում են աղիքի պատի մեջ, այն ծակում և ընկնում արյան մեջ, նստում ներքին օրգանների հյուսվածքներում, մկաներում և առաջացնում ֆինը։ Այն իրենից ներկայացնում է կլորավուն բույժ դեպի ներս թարսված մեկ կամ մի քանի սկոլեքսներով։ Հետագա զարգացման համար ֆինան պետք է ընկնի հիմնական տիրոջ աղիք։ Այնտեղ մարսողական նյութերի ազդեցության տակ ֆինայի գլուխը դուրս է թարսվում, կպչում է աղիքի պատին և սկսվում է ստրոբիլյացիայի գործընթացը։ Երիզորդների ֆինաները լինում են մի քանի տիպի՝ ներս թարսված մեկ գլխիկով, ցիստոցերկից, դրան նման, բայց պոչիկային հատվածով, ցիստիցերկոիդից, մի քանի ներթարսված գլխիկներով, ցենուր, ներսում մի քանի դուստր բշտերով, որոնցից յուրաքանչյուրն ունի մի քանի գլխիկ, էխինակոկ։ Մարդը վարակվում է սննդի մեջ օգտագործելով վատ եփված կամ տապակված տավարի վարակված միսը։ Վտանգավոր մակաբույծների շարքին է պատկանում էխինակոկը, հատկապես թրթուրային փուլում նրա վերջնական տերը սովորաբար շներն են կամ գայլերը, աղվեսները, որոնց աղիներում ապրում են 5-ից 6 մմ երկարությամբ ցեստոտներ։ Դրանց մարմինը կազմված է ընդամենը 3-ից 4 հատվածների։
Ստրոբիլի վերջին հատվածը, որում գտնվում են մոտ 500-ից 800 շատ մանր ձվեր, պոկվում է և ընկնում արտաքին միջավայր։ Հողում կամ խոտի վրա գտնվող ձվերը խոտի հետ կուլ են ընկնում կովերի, ձիերի, ոչխարների կողմից և նրանց մարմնում առաջացնում ֆինը։ Միջակատեր կարող է լինել նաև մարդը։ Էխինոկոկի ֆինաները կարող են լինել շատ խոշոր և հասնել երեխայի գլխի մեծության։ Խոշոր եղջերավոր անասունների մոտ հայտնի են 60 կգ մեծության ֆինաներ։ Ֆինայի ներսում առաջանում են դուստր բշտեր, իսկ նրանցում ձևավորվում բազմաթիվ գլխիկներ։ Սա դիտվում է որպես մակաբույծի զարգացման վաղ փուլի անսեռ բազմացում, այսինքն անսեռ բազմացումը ֆինայի փուլում ընթանում է միջակա տիրոջ մարմնում, իսկ սեռականը վերջնական տիրոջ աղիքում։ Էխինոկոկո վարակը մեծ վտանգ է ներկայացնում։ Ֆինան շատ դանդաղ է մեծանում, որը մի քանի տարի հետո կարող է հասնել հսկայական չափերի։ Շները և այլ գիշատիչները վարակվում են ուտելով ֆինայով վարակված միս։ Մարդը վարակվում է ձեռք տալով շներին, որոնց մորթու վրա կարող են լինել էխինոկոկի ձվեր։ Էխինոկոկը շատ տարածված է անասնաբուծական ֆերմաների շրջաններում։ Իհարկե, մարդը էխինոկոկի կենսաշրջանում իրենից փակուղի է ներկայացնում։ Էխինոկոկի բուժումը կարող է լինել միայն վիրահատական ճանապարհով։ Երեխաների աղիներում, երբեմն նաև մեծերի մոտ հաճախ է հանդիպում գաճաճ երիզորդը, որի երկարությունը մոտ 1-ից 1,5 սմ է, հատվածների քանակը 100-ից 200։ Տիրոջ աղիքներում դրանց քանակը կարող է հասնել 1000-ից 1500 առանձնյակների։ Ի տարբերություն մնացած ժապավենաձև որդերի, գաճաճ երիզորդը զարգանում է առանց տեղափոխության։ Բազմանում են մարդու աղիքում։ Ձվերն արտաքին միջավայրից ընկնում են մարդու աղիք, դրանցից դուրս եկած օնկոսֆերաները մտնում են աղիքային թավիկների մեջ և նրանցից զարգացնում են մանր ֆինաներ, ցիստիցերկոիդներ։ Վերջիններս աղիքի լուսանցքով դուրս են գալիս և առաջացնում սեռասուն որդեր, մարիտներ։ Գաճաճ երիզորդով վարակվածների մոտ երբեմն դիտվում է ինքնավարակում, աուտոինվազիա։ Տնային կենդանիների համար մեծ վտանգ են ներկայացնում մոնիզեայի ցեղի ցեստոդները։ Դրանք 6 մետր երկարությամբ խոշոր ժապավենաձև որդեր են, որոնց վերջնական տերերն են խոշոր եղջերավոր անասուններն ու ոչխարները։ Միջակա տեր են հանդիսանում հողաբնակ օրիբատի տզերը, որոնց մեջ առաջանում են ցիստիցերկոիդ տիպի ֆինաներ։ Խոտի հետ միասին ընտանի կենդանիները ուտում են ֆինաներով վարակված տզերին և վարակվում են մոնիզեայով։